Բարև ձեզ, հարցազրույցը շարունակում է արտագնաց հողարկումները Գյումրիից, այսօր զրուցելու եմ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Ղուկասյան, շուտով արդեն ընտրությունները կմեկնարկեն, քվեարկության օրը սարերի հետևում չէ, նախ ընդհանուր կխնդրեմ գնահատել այս քարոզարշավի ընթացքում ինչպիսին էին գյումրեցիների տրամադրությունները, դուք 13 տարվա դադարից հետո նորից վերադարձել եք քաղաքականություն, ինչ տեսակ ձեր շփումների ընթացքում եւ ինչ կարող եք արձանագրել այսօր Գյումրին ինչի կարիք ունի։ Բարի, ուրեմն ինչ որ ասել ենք 96 թվականին, ես առաջադրել եմ 96 թվականին իմ տեխնատությունը, մինչև այսօր ես մասնակցել եմ, տեղյակ եմ, գիտեմ եւ այսօր էլ նույնությամբ, ուրեմն առաջի խնդիրը մեր քաղաքի դա աշխատատեղերի ստեղծումն է։ Որ գյումրեցին ասում է, որ աշխատատեղ ստեղծեք, մենք մեր ձեռքով մեր տունը կառուցենք։ Առաջինը դա աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդը 37 տարի մարդիկ մնացել են տնակների մեջ, որ ուրեմն շատ կարևոր բան է մարդկանց տնագներից անելը, որովհետև շատ մարդիկ այդ տնագների մեջ եւ մահացան եւ հիվանդություն ձեռք բերեցին, որովհետև այստեղ հյուսիսային հատվածն է եւ ծմերը տևում է մոտավորապես 8 ամիս, եթե ոչ ավելին։ Եվ այսպես առաջի երկրորդ խնդիրը այդ երկուսն է, երրորդն էլ հավանական է կարելի է մի քանի բան տարբերել, туриզմը եւս շատ կարևորում ենք մենք, որովհետև մենք ունենք իրոք ցույց տալու շատ հուշարձաններ, 1700 հուշարձան բաց երկնքի տակ, որ պետք է անպայման պետական հոգացության արժանանա, բայց ցավոք սրտի երկրաշարժից հետո հուշարձանների պահպանության հետ կապված ոչ մեկը ոչ մի քայլ չեն արել։ Ուղղակի ես ինչքան կարողացել եմ մասնավորին օտարել ենք եւ մասնավորով հավանական է 30-40%-ի հուշարձանների ուրեմն վերակառուցման աշխատանքը կատարել ենք։ Պարոն Ղուկասյան, դուք այն տեխնացուն եք, որի շուրջ եւ սկանդալային պատմություններ կան եւ նաեւ որը հայտնվել է այս ամբողջ քարոզարշավի ընթացքում գլխավոր թիրախներից մեկի կարգավիճակում, մասնավորապես իշխող խմբակցության եւ իշխանական թևի ներկայացուցիչները մշտապես ձեր անձն են շոշափում, հա, ինչպես է արձագանքում այս ամենին եւ ինչու եք դուք հայտնվել, այսպես ասած, կենտրոնում։ Դե բա ով պետք է հայտնվի, որ տեսնում են, որ ասենք պարտվում են, մենք էլ շատ ձայներ ունենք, դրա համար թիրախավորել են, բայց ես ուշադրություն չեմ դարձնում եւ բոլորին խաղաղություն եմ մաղթում, համբերություն եմ մաղթում, դրանից հետո իմ պատասխանը բոլորին մի բան կլինի, որ իրենք որ պարտվեն, ժողովուրդը իր խոսքը կասի եւ դրանից հետո ուղղակի պետք է այսպես ասպետական կեցվածք ունեն ու ասեն կներեք մեզ, մենք չգիտենք, որ դուք իրոք այդքան հարգանք եք վայելում ժողովրդի մեջ, բայց 5 անգամ քաղաքապետ լինելը դա պատահական բաներ չէ, 5 անգամ հաղթելը դա պատահական խոսքեր չէ եւ իրանք պետք է մի քիչ չափի ու զգաստության մեջ լինեն, որ ոչ թե միայն Ղուկասյան Վարդանին եթե բան են ասում, որ իրենք ասում են քաղաքի ժողովրդին, որ այս մարդը այդքան ընդրություններ է մասնակցել եւ հաղթելու քաղաք է կառուցել եւ 2 անգամ է պատգամավոր եմ եղել։ Մնացածն էլ իրենց բան չունեմ ասելու, ես որպես հավատացյալ մարդ ասում եմ Աստված ձեզ իմացություն ու խաղաղություն տա ձեր հոգիներին։ Դուք նախկին եք, պարոն Ղուկասյան, իսկ նախկինները այս իշխանության պատկերացումներով եւ իրականացրած այդ քարոզչական հնարքների ու թեզերի շրջանակում ասոցացվում են թալանի հետ, կոռուպցիայի հետ։ Գիտեք ինչ, երբ որ նախկիններ ասելով նշանակում է, որ գող ավազակ, իրենց հայրերի մասին են ասում, իրենց պապերի մասին են խոսում, իրենց ծնողների մասին, եթե այդ երիտասարդները, որոնք եկել են ու ընդհանրապես կյանքում ոչ միտեղ աշխատանք չեն ունեցել, պատահական ինստիտուտները ավարտելուց հետո եկել են հսկայական կառույցներ են զբաղեցրել ու բոլորին գող են անվանում, ու ինչ որ չգիտեմ, թալանչի են անվանում, ես իրենց մեղքում եմ։ Միայն ես իրենց մեղքում եմ։ Հետո կյանք է, էլի, ով ինչ անում է, երբ որ մեկը տանում հորը գցում է ծերանոց, հետո իր տղեն իրեն է գցելու ծերանոց, այնպես որ ինչ մեծական խոսք է Գյումրվա, ինչ բրտես չանաղը դեն գուկա կդալդ, ինչ որ դուք անում եք ձեր մեծերի նկատմամբ, այդպես էլ երդասարտները ձեր նկատմամբ են անելու։ Այսինքն, այդ ինչ է նշանակում, որ բոլորը եթե նախկին են ունեն վերջացած։ Ասում են հարստություն եք դիզել։ Հարստություն ենք դիզել, մենք պապական աշխատել ենք, ես 65 տարեկան եմ, հասկացար, մենք աշխատել ենք գիշեր ու ցերեկ, ես եղել եմ ուրեմն ասել եմ ֆերմերությամբ եմ զբաղվել,
Գուլբան Ասկեղենի արտադրությամբ եմ զբաղվել, տրիկոտաժի արտադրությամբ եմ զբաղվել, հացի գործարաններ եմ ունեցել, արտահանում եմ արել, ներկրում եմ արել, մինչև հիմա էլ աշխատում ենք։ Մենք աշխատող մարդիկ ենք։ Հիմա իրանք, որ միայն պետական կառույցներից հսկայական գումարներ են դիզել, իրենք իրենց դարդը իրենց մասին մտածեն։ Մենք աշխատանք ենք արել, մինչև այսօր աշխատում ենք ու փառք Աստծո բոլորն էլ մեզ ճանաչում են եւ դրա համար այս քաղաքում այդքան ձայն ենք հավաքել, այդքան հեղինակություն ունենք։ Գյումրեցին էլ այնպեսի ինքը շատ խիստ է։ Եթե տեսա, որ քո ասածները չի համապատասխանում իրականությանը, անպայման ինքը քո նկատմամբ իր վերաբերմունքը կասի։ Պարոն Ղուկասյան, նաև քրեական պատմությունների հետ է կապվում ձեր անունը, քրեական գործեր կան հարուցված եւ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ձեր տեղը հենց իր մեջբերմամբ այդ գաղութն է։ Ես այն օր իմացա, որ հերը նորմալ տղա է եղել իր ինչ որ բան Երևանում։ Ինքը գիտենա, որ այդ կյանքի մեջ էլ այդ մարդկանց հետ կապված այնտեղ լավ մարդիկ կան ու վատ մարդիկ կան, որոնք մի քիչ պետք է բոլորը չափի մեջ մնան, զգաց լինեն։ Ես չեմ ուզում պահում եմ սուբորդինացիան, որ գիտեք ինչ, եթե իրեն չհարկեմ, պաշտոնը հարկում եմ, ես այդ պաշտոնը հարկում եմ ընդհանրապես։ Եթե անձին չհարկեմ, բայց պաշտոնը հարկում եմ։ Ուղղակի իրանց ասում եմ չափի մեջ մնան, տակտի մեջ մնան, չխայտարակվեն, թե չէ ես այնց կհագադարձեմ բոլորին, ես այդքան հեղինակություն ու այդքան դուխ ունեմ, որ բոլորին պատասխանեմ։ Իմի խոսքով չեմ ուզում այս պահին իրենց այդ անձնական այդ դաշտ մտնել որևիցե մեկի հետ, իրենք դիդավորյալ են անում, որ ես շեղվեմ իմ ծրագրերից եւ ես էլ չեմ շեղվելու, բոլորին հատիկ հետակայում, եթե արի տեղավ կպատասխանեմ։ Քրեական աշխարհի հետ կապ ունեք։ Քրեական աշխարհը ասելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին էր խոսում, նույնիսկ օրենք ընդունեց, ինչպես է վերաբերվում։ Ես դեմ եմ քվեարկել այդ օրենքին, ազգային ժողովում ես եղել եմ, ես դեմ եմ քվեարկել, որ ասենք մի քանի հոգի ասում են, որ քրեական ենթամշակույթային ինչ որ պատմություն ունի, բան ունի, առանց ապացույցելու մարդկանց ոսպես վերցնում ուղարկում են գաղութ։ Ես դրան դեմ եմ եղել, ես ասել եմ, մինչև մարդկանց չաբացուցեք, թե ով է, ինչ է արել, ինչ օրենք է խախտել, բան է արել, մարդկանց նկատմամբ այդպիսի օրենք մշակելը շատ սխալ է։ Հետո ինչի իրենք են խանգարում այս երկրին։ Խանգարողներն են վերևը, քրեական մշակույթն են իրենք, ամեն ինչ կա վերևի տակն է, այդ ով չգիտի որ հիմա, այդ ով կա որ ընդհանուր առմամբ, հələ մի հատ ինձ հետաքրքիր է, այդ ով են այդ քրեական մշակույթ, այդ ինչ են խառնել, ինչ են արել, ամենախելոք չափի մեջ ուրեմն ապրելակերպ ունեցողներ իրենք են։ Ես չեմ էլ ուզում դրան անդրադառնալ, հետո քաղաքապետը 13 տարվա քաղաքապետը, 2 անգամ պատգամավոր եղած մարդը, ուրեմն բիզնեսով զբաղվող մարդը չի կարող ոչ գողականի, ասենք, բան լինի, դրանց այդ մեջը լինի։ Կարող է հարկի այդ մարդկանց ու իրոք որտեղ բոլոր ոլորտների միջի լավ մարդկանց ես հարկում եմ, որտեղ ճիշտ մարդ կա, օրինակ ես հարկում եմ։ Ձեզ նաև մեղադրում են, ասում են Գյումրին գուբերնիա եք ուզում դարձնել։ Ճիշտ ասած, այդ ես չեմ ասել գուբերնիա դարձնելու, այլ տեխնատու է ասել։ Ուրեմն մենք նմանատիպ Հայաստանը բաժանելու ոչ մի ծրագիր չունենք, ոչ էլ ցանկություն ունենք, որ հանգարց նմանատիպ բան մտածենք հանգարցակի մեր խելքում։ Մենք ուղղակի մտածում ենք, որ երկրի անվտանգությունը, ուրեմն մենք խաղաղ ենք եղել ռուսների հետ, որ նայում ես հայոց պատմությանը, 5 տարի մենք խաղաղ չենք եղել, 5 տարի խաղաղ չենք եղել, անպայման պատերազմների մեջ ենք եղել, բայց մենք խաղաղություն ենք ձեռք բերել միայն ռուսական, ուրեմն ռուսների հետ համագործակցելով, եւ փառք Աստծո, այդ բոլորը տեսել են, մենք տեսել ենք եւ միայն դա ես չեմ ասել, մեր բոլոր մեծերը Անդրանիկ Զորավարից սկսած, Դավիթ Բեկից, Մխիթար Սպարապետ, Իսրայել Օրի, Ավետիք Իսահակյան, Հովանես Թումանյան եւ մի խոսքով հայոց ազգի բոլոր մեծերն ասել են, որ մենք ուրեմն Դաժե մի հատ բան կա, մի հատ բանաստեղծություն կա, Օրհնվի այն սահատը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտա։ Բայց այդտեղ էլ մենք մեր մենտալիտետը պաշտպանելով, մեր ազգային շահը պաշտպանելով, մենք պետք է չգնանք գերի դառնանք ռուսին, մենք պետք է կարողանանք նորմալ ղեկավարներ ունենանք, որ ասենք կոնկրետ նստեն, բանակցեն եւ կարողանան հարցեր լուծել։ Պատկերացրեք այսօր Ռուսաստանի վարչապետը հայ է, կիսով չափ, թե կիսով եւ ավելի շատ, ինքը մոր կողմից հավանական է։ Արտգործնախարարը եւս մենք բանակցել չգիտենք հավանականը։ Մենք այսօր ընդհանրապես ում ենք բանակցում, ով է մեր բարեկամը։ Մեր երկրի բարեկամը ես չհասկացա թե ով է մեր երկրի բարեկամը, այսինքն բոլոր կամուրջները այրել են։ Միայն բայց ասում են ինքնիշխանության համար մեր բարեկամը թուրքերն են, հա։
Զգում եմ, որ մեր բարեկամը թուրքերն են, ադրբեջանցիներն են, ինչ այնտեղից ասում են, հասկացար, սրանք կատարում են։ Այդ Էրդողանն է, որ ասում են հայոց ցեղասպանությունը մեր պետության առաջնային խնդիր չի դա։ Ինչ ասենք այդպեսի մարդկանց։ Ես հետո իրանք ասում են, դուք մեծ բան եք ասում։ Արցախ տվող այդ կան երեխու կյանք խլողներին, հələ ուզում եք, որ մենք ձեզ բան ասենք, լավ ձևով մոտենանք, դավաճան են ընդհանրապես նմանատիպ բան անողներին, ընդհանրապես ինչ են անում, դուք ձեր գնահատականը կստանաք անպայման, հավատացեք, որովհետև ամբողջ լուրջ մտածող հայերը, որոնք իրոք հայ են, ձեզ համար իրենք հոմանիշ ունեն, ասում են եւ փառք Աստծո բոլորն էլ դրան սպասում են։ Երբ խոսել էիք Շուշի վերադառնալու, Արցախը վերադարձնելու մասին, պարոն Ղուկասյան, ձեզ ասում են ում երեխաների արյան հաշվին եք նման բան հայտարարում։ Ես երեք Պետրոսին ասել եմ, եւս մեկ անգամ եմ ասում, հերիք այդ խաղաղության պատրվակի տակ Հայաստանը հանձնեն։ Ուրեմն լավ գիտեցեք, ինչքան իրենք ասում են, այս տարածքը տալիս ենք, որ խաղաղություն լինի, այն տարածքը տալիս ենք, որ խաղաղություն լինի, տարածքներ տալով խաղաղություն չի լինելու։ Մենք պետք է հզոր լինենք, հզոր բանակ ունենանք, որ մեզ հետ հաշվի նստեն եւ վախենան մեզանից։ Եթե ոչ, կամ գիտենանք, որ ում հետ ենք բանակցում, ով է մեզ հետ, ուրեմն մեր շահերը պաշտպանում եւ պատերազմի ժամանակ եւ քաղաքական առումով։ Մենք պետք է կարողանանք այդ դրան հասնել։ Մենք ունեինք դա եւ դրա համար Արցախը 30 քանի տարի մենք գրավել էինք եւ ընդཐུպ թուրքերը ընկել էին ռուսների ոտքերը, թե գնացել էին, հասել էին դեռ նայեք հայերը չմտնեն Բաքու։ Նույն մարտիկ, նույն պետությունները պաշտպանում էին Ադրբեջանին, բայց պատկերացրեք, ասենք, վատ քաղաքականության, ուրեմն քաղաքականություն տանողների արած գործունեությունը կործանեց Արցախը եւ այսօր էլ Հայաստանի Հանրապետության շատ մարզեր, շատ տարածքներ, այսպես տալիս են այդ պատրվակի տակ։ Մենք մշտական ինչ կանել այսպես խաղաղության հետևից այնենք մեկ է պատերազմը լինելու է։ Անհնարին բան է որ չլինի։ Դրա համար պետք է քայլեր կատարեն, պետք է դրա համար մենք հզորանանք, ուժեղանանք։ Այ պետք է բյուջեն հարստացնենք, որ կարողանանք զենք, այստեղ ռազմական արդյունաբերությունը պիտի շատանա, պիտի բյուջեն ավելանա։ Մի 10 ընտանիքի կամ մի 20 հոգու ձեռքի ամբողջ երկրի ունեցվածքը։ Դե որ ասում ես, եկավ գալիս ենք որ թալանը հետ վերադարձնենք։ Դե վերցրա այդ թալանը, վերդարձրա պետական սեփականություն։ Երկրի բյուջեն 10 անգամ ավելացրա, 10 անգամ, այնենք չեմ ասում։ Միայն բանակի ներկրումը այդ բենզինը, որ գալիս է, որ անատները միլիարդեր են դարձել, նախկին ու ներկայիս, ովքեր են, չգիտեմ էլ անունները, դուք լավ գիտեք։ Հələ դարձրեք պետությունը թող ներկրի։ Այդ պետությունը ինչի զենքը ինքը չի գնում, ինչի է ինչ որ մի հատ անհատիկ միջոցով զենքը գնում, որ կրկնակի անգամ ավել գումարներ եք տալիս այդ անհատին։ Ամբողջ բանակը ով է մատակարարում եւ այդպես երկրի ներկրումն ու ուրեմն արդահանումը ովքեր են անում, ինչի պետությունը չի անում դրանով ինչի պետությունը չի զբաղվում։ Այո, եթե նմանատիպ ձևով որ մենք ձեզ ցայն տվեցինք լոկների համար, որ ասենք ազատվենք նախկին իշխանությունից, բայց ձեզ բերեցինք ու ինչի առաջ հանգեցինք։ Նույն մարդկանց ենք տեսնում ձեր հետևը կանգնած եւ ես այսօր մեկին ինչ որ մեկի անունը տալիս եմ նախկին ղեկավարների, դուք ավելի շատ եք հարձակվում ին վրա։ Հասկանալի է, որ նույն մարդիկ եք ուղակի ցույց եք տալիս, որ խապել եք ժողովրդին, թե դուք եկել եք նախկինների ունեցվածքը, ինչ որ այդ գողացածը հետ բերելու, բայց տեսնում ենք, որ դուք ավելի հարստացնում եք նախկիններին եւ դրա համար մենք հասկանում ենք, թե դուք ով եք։ Պարոն Ղուկասյան, հիմա խոսենք ավելի ներքին, հա, Գյումրիին վերաբերելի տեղական խնդիրներից, զարգացման տեսլականը ձեր որն է, երբ դառնաք քաղաքապետ, եթե դա ձեզ հաջողվի, ինչ է սպասվում Գյումրիին, ինչ ծրագրեր ունեք։ Դրա վերաբերյալ քաղաքի հետ կապված ես ասեմ մի կարևորագույն խնդիրներ ասեմ, որ պետք է անեմ։ Ուրեմն անպայման աշխատավարձերի բարձրացում է լինելու Գյումրի քաղաքում, պարտադիր։ Մշակույթի, սպորտի, կրթության ոլորտի եւ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատողների աշխատավարձը ոչ թե 1700 դրամով, այլ 50%-ով բարձրացնելով, եթե ոչ ավելին։ Ուրեմն քաղաքում կա 10,000-ից ավել աբորենի շենքշինություններ, որ երկրաշարժի ժամանակ կառուցվել է։ Ցավոք սրտի այն ժամանակ էլ վայ ղեկավարները չէին տալիս քաղաքի հատվածներում, որ մարդիկ կառուցեին, եւ այդ ամբողջ ուրեմն կառուցած շենք շինությունները, ուրեմն այստեղ օտանավակայանի թաղամաս կա եւ այսպես քաղաքի ծայրամասերում գնացին կառուցեցին ու մեծամասնությունը աբորենի շինություններ է։ Եվ քաղաքում հսկայական հողատարածքներ կա, որոնք երկրաշարժից հետո զավթել են ու քաղաքապետարանը ոչ մի քայլեր չի ձեռնարկում։ Կան շենք շինություններ, որոնք
ավարտական ակտ չեն տալիս, որ մարդիկ ուրեմն օրինականացնի եւ գույքար եւ հողի հարկ մուծեն։ Այդ բոլորի հաշվին։ Հետո նրանց հաշվին, որ այն մի հազարավոր հարուստ մարդիկ կան, որոնց գույքահարկը ուրեմն պատկերացրեք մի թաղամասի չափ տարածք են զբաղեցրել 140 կամ 110 հազար գույքահարկ են մուծում, որ պետք է 10 անգամ, 20 անգամ ավել գույքահարկ մուծեն, այդ դրանց բոլորի հաշվին ավելացնում եմ Բերելու եք օրինական դաշտ։ Բերելու եմ օրինական դաշտ եւ այդ բոլորի հաշվին ավելացնելու եմ այդ ոլորտների աշխատողների աշխատավարձը։ Հետո մյուսն ասեմ դες, իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին, Երևանը չհաշվարկած, անհատները, քաղաքացիները այնքան շինարարություն են արել, որ ոչ մի այդ բոլորը միասին այդքան շինարարություն չեն արել։ Այսինքն 100-ից 120 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արել։ Դա արվել է լոկները հաշվին, որ ասենք ես կարողացել եմ ուրեմն վերացնել այն կարծրատիպը, որ քաղաքապետը հողհատկացում է անում, գնում է մարզպետարան վավերացվում է, գնում է Երևան վավերացվում է, հետո գալիս է տևում է 1 տարուց 2 տարի։ Եթե հետևից էլ չեն գնում, ուրեմն անպայման բացասական է գալիս այդ ամեն ինչը։ Եվ ես կարողացա նախկին նախագահին ասել Ռոբերտ Քոչարյանին, ինքը արագ կարգով այդ հարցը լուծեց, եւ ես կարողացա 100-ից 120 միլիարդ դրամի քաղաքում շինարարություն անել։ Հիմա որ այս քաղաքում պատդվում եք, իմ օրոք է եղել։ Ինձանից հետո փոխվել է մի քանի քաղաքապետեր, հələ նայեք, քանի որոշում են տվել։ 30-ից 50 որոշում են տվել եւ մի բան այս քաղաքում չի կառուցվել ինձանից հետո, մի բան չի կառուցվել։ Իսկ ես ամեն շաբաթ եմ տվել 30-ից 50 որոշում, պատկերացրեք հողհատկացում։ Չեմ ասում ավարտական ակտերը, որ հիմա չեն տալիս։ Չեմ ասում, որ իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան, իմ օրոք։ Իսկ երկրաշարժից հետո ռուսների օրոք կառուցվել է մոտավորապես 5000-ից ավելի բնակարան եւ բոլոր քաղաքապետերը իրար հետ ուրեմն կառուցել են 1500-ից 2000 բնակարան, իսկ ես կառուցել եմ 17000 բնակարան։ Ինձանից հետո անցել է 13 տարի, հələ գնացեք նայեք, մի շենք շինություն կառուցվել է։ Մարդիկ 37 տարի տնակների մեջ են, մեռնում են, հասկանալի է, բայց այս պետությունը եկել են, ասում են, մենք եկել ենք ինչեր արեցին Գյումրի քաղաքին, ինչ է կարևոր էս Գյումրի քաղաքի համար։ Ասֆալտի վրա ասֆալտ է կարել։ Այդ ասֆալտի գումարներն էլ 16 թվականին մենք ազգային ժողովում մենք ենք այդ գումարը ստորագրել, հասկացար, ազգային ժողովում ես պատգամավոր եմ եղել, Նիկոլ Փաշինյանն է դեմ է քվեարկել է 4 հոգի են եղել 4-ից 1-ը եղել է Նիկոլ Փաշինյանը եւ դեմ է քվեարկել։ Հիմա դուք եկել եք վերագրում եք ձեր վրա, մենք ստորագրել ենք այն ժամանակ աշխատանքը կատարվել։ Հələ մենք պետք է ստուգենք թե այդ գումարները տեղին նպատակին ծառայել է թե ոչ հետագայում։ Եթե ես եկա իրոք ստուգելու ենք թե տեղին նպատակին է ծառայել թե չի ծառայել։ Եվ ասֆալտի վրա ասֆալտ անելը մենք միանշանակ նպատակահարմար չենք գտնում։ Հետո ասում եք ինչ որ քանի 100 փողոցների մասին եք ասում, միանշանակ այդքան բան չեք արել, էդ էլ է սուտ պետք է դա ճշտվի, դուք իրոք այդքան փողոցներ։ Ես ձեզ կարող եմ ասել, ձեր կատարած ասֆալտը անձրևի հետ լվացվում է։ Գնացեք Կալցեվոյը, տեսեք մանկավարժականը, Մայր Հայաստանի հետևը, ամբողջությամբ քայքայվել է, ամբողջությամբ վերացել է։ Բայց շինարանին չեք անջում ասում, ես ինչ եք արել։ Թե ինչ որ ձեզ հետ ատկատների խնդիր է լուծել, դրա համար պատասխանատվության չեք ենթարկում։ Իսկ մենք որ ասենք փոշու տատասկը մաքրել ենք, ճահիճները մաքրել ենք, մի հատ ռանչո են կառուցել, որ քաղաքացիները գալիս են նորմալ, այդ դրա համար ինձ տվել եք դատարան։ Ուրեմն այս դիմացի մի հատ շենք կա, որ հիմա ամբողջ այս քաղաքի ճարտարապետական տեսն է, փլվում էր նկարները կա, ինչ խայտարակ վիճակում, ուրեմն բերե ամրացրել ենք, բանկերի տակ կկած ենք, հասկանալի, գումարները բերե դրել ենք, դուք դրա համար մեզ տվել եք, դադի եք տվել։ Օազիսը, որ երկրաշարժից հետո այս քաղաքում առաջի կառույցն եղել Օազիսը, դրա համար մեզ դադի եք տվել։ Հիմա ես դες հարց եմ տալիս, բարձրաձայնում եմ 44% ջրմուղի, ուրեմն ունեցվածքը քաղաքի սեփականությունը, որ 30 միլիոնից 50 միլիոն դոլար է։ Ինչ եք վերցրել տվել վիոլաչերին։ Այդ ինչի՞ չեք հետաքրքրվում դրա կապակցությամբ։ Ինձ հետաքրքիր է։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության առաջի թատրոնի շենքը, որը 1912 թվականին Անուշ օպերան է բեմադրվել Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ, վերակառուցվել է, բայց 0 դրամներով տվել եք տիրոջը։ Մյուսն ասեմ, Երկաթգծի հիվանդանոցը 17000 քառակուսի մետր հողատարածքը, 8-ից 10000 շենք շինությունները, 8-ից 10000 շենք շինություն է, ու ոչ 3-րդ կարգի, ոչ 4-րդ կարգի, շատ նորմալ վիճակում։ Ինչ եք տվել Սերմակեշին, որ գործարան բացի, բանցել է 10 տարի, ինչի չի բացում այդ գործարանը, ինչի տիրություն չեք անում։
Հարց եմ տալիս։ Ինչի տիրություն չեք անում։ Հետո այս Թումո կենտրոնը, որ ես իմ օրոք է վերակառուցվել ու մեծ ջանքերով տարբեր նախագահների խնդրել եմ մենք տեղական բյուջեով, ես չգիտեմ, մանկավարժականները գումար դրեն։ Այդ ում է պատկանում։ Կողքի հիվանդանոցը ում է պատկանում։ Ստադիոնը ոնց քաղաքապետարանի բալանսից վերցրեցիք, տվեցիք այսօրվա ֆուտբոլի այդ թիմին։ Ինչ իրավունքով այդ զերո դրամներով դրանց մասին հա գալիս եմ անպայման դրանց մասին պետք է անպայման մինչև վերջ պայքար տանեմ որ ինչի համար են այդ ամեն ինչը կատարել մեր քաղաքի նկատմամբ մենք գումար չունենալով իրանք մեր հսկայական գումարները տալիս են սրան նրան Պարոն Ղուկասյան եթե դուք ընտրվեք քաղաքապետ ինչպես եք պատկերացնում աշխատանքը կենտրոնական իշխանության հետ Ես կենտրոնական իշխանության հետ աշխատելու եմ այս սկզբունքով ուրեմն նախ դոտացիան որը քաղաքի բյուջեն 5 միլիարդ 700 միլիոն է Ուրեմն 3 միլիարդ 200 միլիոնը դոտացիայի կարգով են տալիս, որը դա մեր հասանելի գումարն է, որ իրանք եթե հանգարցակի չտան, դա նշանակում է խիշենի, հասկանաց, գողություն, իրանք իրավունք չունեն, դա ժողովրդի հասանելիքն իրանք ինչ իրավունք ունեն չտալու։ Սեփական եկամուտները 2 միլիարդ 500 միլիոնը մենք ենք հավաքագրելու, ես որ եկա ավելի եմ հավաքագրելու։ Այն ժամանակ որ եկա 300 միլիոն էր քաղաքի բյուջեն, դարձրեցի 3 միլիարդ 750 միլիոն Եվ Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ Անանյա Շիրակացի մեդալին արժանացրեցին եւ վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետությունում առաջի 1 միլիարդ սեփական եկամուտը ոչ թե հավաքագրել է Երևանը, այլ հավաքագրել է Գյումրի քաղաքը։ Այսինքն Երևանի կենտրոն թաղապետարանը ինձանից հետո կարողացավ 1 միլիարդի հասցնել իր սեփական եկամուտները, որ Երևանի կենտրոնը դա գիտեք ինչքան գույքահար հողի արկ կա։ Մի խոսքով, որ եկա ես Այդ 3 միլիարդ 200 միլիոնը, որ հիմա տրվում է մեզ, որը շատ քիչ է, այսինքն պետք է դուք մեր հասանելի գումարներ եք գողանում, չեք տալիս, որը 30 միլիարդ դրամ է։ Ասել եք, որ դատի եք տալու Այսինքն, մի րոպե ասեմ, քաղաքում ուրեմն հարկային ռեսուրսները 85 միլիարդ դրամ է, հավաքագրելի գումարները եւ գնում է հանրապետական բյուջե։ 85 միլիարդից Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-րդ եւ 186-րդ հոդվածներով եւ տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի հիման վրա պետք է 85 միլիարդի 30 միլիարդը հատկացնեք տեղական ինքնակառավարման մարմնին, այսինքն Գյումրու քաղաքապետարանին։ Դուք մեկ տալիս եք 3 միլիարդ 200 միլիոն Դրա համար անպայման, եթե հանգարց դիմեցինք, ավականով կդիմենք, եթե չարեցիք, չվերանայեցիք այդ արվածը ծեր, ուրեմն անպայման մինչև Եվրո դատարան ենք գնում եւ սա կլինի առաջի դեպքը, որ Հայաստանի անկախացումից հետո տեղական ինքնակառավարման, այսինքն քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Ես դա ձեզ խոսք եմ տալիս։ Եթե ընդանուր հայտարարի մենք չեկանք, դրանից հետո անպայման դա անելու եմ։ Հետո այն Քաղաքի հադագագիծը գլխավոր որ հաստատվել է, հիմա այդ պտտումը որ կա Երևանով, Մարզպետարանով, բանով որ տանում եք, դա հագած սահմանադրական է։ Այսինքն, եթե քաղաքի հադագագիծը հաստատվում է, վերջացավ քաղաքապետի իրավունք ունել առանց որևիցե մի բանի տնի եւ աշխատի։ Դուք ինչի համար եք պտտեցնում, ինչի համար եք խոչընդոտ հանդիսանում հարգելի կառավարություն, ինչի եք խոչընդոտ հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմիններին եւ այդպես ոչ միայն Գյումրի քաղաքը, այլ Հայաստանի բոլոր քաղաքները, որտեղ կա գլխավոր հադագագիծ, դուք էլ իրավունք չունեք այդ ձեր որոշումներով մարդկանց խեղդել, որ կան Երևան հասնել։ Ինչեք բերում Երևան, որ հետևից կան ինչ անեք։ Չէ, ինչի եք բերում, ինձ հետաքրքիր է։ Ինչու համար եք տանում Երևան։ Եթե դուք ուզում եք ձեր երկիրը զարգանա, թող զարգանա արագ կարգով։ Հադագագիծը կա, հաստատվել է բոլոր մասնագետների կողմից։ Դրա համար եմ պայքարելու, եթե ընդհանուր հայտարարիչ եղանք, եւս նորից դատական process-ով գնալու եմ։ Քաղաքում առաջ կար 8 հիվանդանոց Լենինականում։ Ինձ իմ հասակակից մարդիկ հիշում են։ Հիմա մի հիվանդանոց է թողել։ Չնայած այդ հիվանդանոցը ես եմ արել, որ քաղաքում կառուցվել է, իմ օրոք է եղել։ Ուրեմն հիմա որ եկա անպայման մեկը կամ երկուսը նորից ավելացնելու եմ քաղաքում եւ ինչ է լինելու ոչ թե պիտի լինի մեկի սեփականություն, այլ պիտի քաղաքապետարանը լինի դրա սեփականատերը։ Եվ դրսի Ռուսաստանի հետ պայմանավորվել են, որ Մոսկվայի լավագույն հիվանդանոցների հետ պայմանագիր եմ կնքելու եւ իրենց մասնագետներով, իրենց բժշկական սարքավորումներով տեղադրելու են Գյումրի քաղաքում եւ դրանից հետո շահույթի թե 50-50 կամ 60-40 մենք կպայմանավորվենք, դա գալու է Գյումրու քաղաքապետարան,
Խնդրեմ, առաջի քայլերից մեկն է լինելու։ Հետո համատեղ գործարաններ ենք, ձեռնարկություններ ենք բացելու քաղաքում։ Մեծ ցանկություններ կա մարդկանց։ Մարդիկ չեն կարող այստեղ Հայաստանի հետ աշխատել, որովհետև խոչընդոտ են հանդիսանում։ Իրենք ասում են, չեն ուզում Ռուսաստանի հետ աշխատել, զգում ենք, որ ուզում են ինչ որ եւ բազայի մասին են մտածում, որ այստեղից դուրս գա։ Շատ մարդիկ ասում են, եթե հանգարց բազան այստեղից է ռուսական դրոշը դուրս գա, մենք այստեղ 1 րոպե չենք մնա։ Ասեմ ձեզ քաղաքի մոտարապես լուրջ մարդկանց 90%-ը, որոնք ասենք իրոք բանիմաց խելացի քաշող ուժ են, ասում են, եթե հանգարց ռուսական բազան այստեղից հանգարց մենք չկարողացանք պահել, որ պիտի տանեն ռուսական բազան, մենք այստեղ չենք մնա, որովհետև Սիրիայի օրն ենք գտնելու։ Առաջիններից մեկն է ես կլինեմ, բայց ես պայքարելու եմ մինչև վերջ, կանգնելու եմ ոնց որ երկրաշարժից հետո ես փառք Աստծո, մինչև այսօր ես Ռուսաստանում գործեր ունեմ տրված, մարդիկ աշխատում են, մենք այդպիսի բաներ ունենք։ Այսինքն ես հնարավորություն ունենալով, որ կարող եմ եւ գնալ Մայամի, եւ Ռուսաստան, եւ այսքան, բայց ես մնացել եմ այն թոզիրի, այն ցեխերի մեջ կառուցել եմ քաղաքը, որպես հայրենասեր անձնավորություն։ Մնացել եմ, կառուցել եմ ու պիտի կառուցեմ, ինչ մնում է, որ ինձ մեղադրում են տղայիս վերաբերյալ բանակ գնալու կամ չգնալու, ուրեմն իմ տղայիս հետ կապված իրենք լավ գիտեն այդ պատմությունը, ոտքը բեգորային, ուրեմն կոտրվածք է եղել եւ փորի հետ կապված, աղիքների հետ կապված օպերացիա է եղել, այդ սպիները մինչև այսօր իրա վրա է եղել եւ դրանով ուրեմն ինքը այդ պահին հետացկվել է բանակը, ընդունվել է ինստիտուտում էլ նորից հետացկվել է, երեխաներ է ունեցել, 4 հատ երեխա ունի, 42 տարեկան է, թող իրենք նայեն մյուս մեր տղայի Ղուկասյան Վարդանին, որ օրինակելի անձնավորություն է եղել այդ բանը սերժանտական զորամասում եւ առաջի դեպքն եղել, որ նմանատիպ զինվորականին պահել են եւ 10 հատ գովասանագրել են ուղարկե։ Թող նայեն Ղուկասյան Գևորգին, որ մի տարի է նորից եկել, հիմա էլ համալսարաններում են սովորում երեխեքը եւ եվրոպական հասկանալի է։ Այսինքն այդ ինչ որ ասում ես, մեր վրայով չի։ Իսկ պատերազմի ժամանակ այստեղ իմ տղան, իմ աղբոր տղեկը, իմ հարազատները ամբողջ իմ ազգը, ես կորոնայով հիվանդ, այդ ցայնագրությունները կա 170-250 հոգով 10 անգամ գնացին Երևան, դուք չուղարկեցիք բանակ, դուք չուղարկեցիք դիդավորյալ, ես էլ հետները, դուք հետ էիք ուղարկում, հետ էիք ուղարկում, չնայած որ գնայինք Ռուստամի ու իր տղայի օրը բտինգնեինք, որովհետև ես որ ընդեղ գնայի, տեսնեի դավաճանությունը միանշանակ դառնալու է ձեզ հետ կռվելու, դա Աստված պահեց, այդտեղ էլ Աստված պահեց, մի խոսքով գնա դու ձեր ԿՊԱ-ականների այդ նախարարներ ու պատգամավորների մասին մտածի, որ 90%-ը բանակից ազատված են, 90%-ը, դու ում մասին ես խոսում, թե սովորեք, ձերը կծեք սրանրա վրա, որպեսզի մարդկանց աչքին թոս փշեք, ճանաչում ենք, չեմ ուզում ձեզ անդրադառնալ, ձեզ ժողովուրդը գնահատականը տվել է, եթե դուք գիտեք, թե դուք երկրորդ անգամ անցել եք, սուտ է, ես գիտեմ, թե դուք ոնց եք անցել, հիմա այդ կեղծիքների թեմը այստեղ առնում ենք։ Ղուկասյան դրան էի գալիս, մտավախություն չկա, որ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել։ Միանշանակ, հիմա իրանք այս պահին, որտեղ որ փակ դռներ է, ուրեմն թաղի տեսուչները գալիս են, ասենք բնակարաններ կան, որ 5 տարով, 10 տարով մարդիկ չեն ապրում։ Ուրեմն դրանց վրա բռնեք գրանցումներ են արել այլ մարդկանց։ Անձնագրերը տվել են, գրանցումներն արել են, դրանք պետք է գան քվեարկության։ Լավ իմացեք, տեղերը գիտենք, հիմա արեցիք, ուրեմն թակ հանելու ենք, դնելու ենք ու ասելու ենք, տեսեք այս մարդիկ ով են եւ այստեղ ինչ գործ ունեն, ինչ եք բերեք գրանցի այդ մարդկանց բնակարանների վրա։ Դա այդ մեկ ձեր կեղծիքն է, գիտեմ, հնուց է գալիս, գիտեմ ով է արել, այդ էլ գիտեմ, համբերեք կբացահայտենք։ Մյուսը ասեմ, հիմա մարդկանց ով տեսել են իմ ավականու աշխատանքներին, տեխնացուներին, արդեն սկսել են վրեկը, մեկին գնացել են ասել են քեզ գործից կազատենք, չգիտեմ վրեդ գործ կհարուցենք, արդեն սկսում են ավականիների վրա ճնշումներ գործադրել։ Պայմանավորվել են, որ երկրորդ համարի քվեաթերթիկը դուրս կբերեք, որ Ղուկասյան Վարդանն է, այսինքն մարդիկ կան, որ աշխատանք ունեն, ասում են ԿՊ-ին բդի ձայն տակ, նրանք ասում են հա կտանք, որ աշխատանքից չազատվեն։ Դե ասում է, որ դենց է, որ մտա քվեախուց երկրորդ համարի կամ ասենք ընդդիմության տեխնազու իրանք արդեն գիտեն, բայց ասնամնում իմ մասին է խոսքը, որ գիտեն, որ իմ ձայներս է շատ, հա իրա քվեաթերթիկը դուրս կբերեք, մեզ ցույց կտաք։ Մենք դրա վերաբերյալ ենք մտածել, թե ինչ պետք է անենք, ու հիմա ձեզ ասում են քաղաքացիներին եմ դիմում, ովքեր
ուրեմն ում նմանատիպ հանձնարարական է եղել։ Մենք ձեր կողքին կանգնած ենք։ Ձեզ աշխատանքից ոչ ոք չի ազատելու, որովհետև իրանք գնացել են։ Այդ դուք ինձ գիտեք իմ խոսքերը։ Դուք գիտեք ժողովրդի կարծիքը, դուք տեսնում եք ժողովուրդը իմ հետևից է գալիս, թե իրենց հետևից է գալիս։ Եվ մենք ենք գալու, չվախենաք, ձեզ ազատել չի լինի։ Եթե հանգարցակի ինչ որ մի բան լինի, մեկ է մենք ձեր թիկունքին կանգնելու ենք եւ գիտեցեք, որ մինչեւ վերջ ձեզ պաշտպանելու ենք։ Որը րոպեին զգացիք մեր կարիքը արագ կարգով դիմեք, եկեք մենք ձեր կողքին կանգնած ենք։ Եվ հիմա եւ դրանից հետո։ Պարոն Ղուկասյան, եւ հնարավոր կոալիցիաների մասին մտածել եք, եթե չհաջողվի միանձնյա ձևավորել իշխանություն, որ ուժերի հետ կհամագործակցեք։ Հնարավոր կոալիցիաների հետ ԿՊ հետ միանշանակ խոսելու բան չկա ԿՊ-ի հետ, այնտեղ էլ ովքեր որ ԿՊ-ին բերող կուսակցությունները, որոնք որ հիմա տեխնազուներ կան, որ ԿՊ-ին ով որ բերել է, գլուխը կանգնած են այդպիսի մարդիկ, ուրեմն եթե իրենք կարողանան այդ գլխի հետ տղամարդավարի, օրինակ ես ով ուզում է լինի, քաղաքի շահերի հետ կապված, ես կարող եմ ամենավերադաս կառույցներ ասել, որ քաղաքի հետ չխառնվես հերո մնա, մենք պայմանավորվածություն ունենք, սա բդանենք։ Եթե համոզում են, որ այդպիսի տղակամիջները անպայման բոլորի հետ էլ մնացած է, ես պայմանագիր կկնքեմ, բայց պետք է երաշխիք լինի, պետք է հավատամ, թե իրոք կարելի է նմանատիպ մարդկանց հետ ճանապարհ գնալ։ Կապրենք կտեսնենք, ես հույսով եմ, որ դրա կարիքը չի լինի։ Հասկանալի է, եւ վերջում խոսենք մի փոքր մշակութային ու Գյումրին մշակութային քաղաք է, կենտրոն է, դուք էլ հակվածություն ունեք մշակույթի, հոգևոր արժեքների, հավատքի վերաբերյալ հետաքրքիր մոտեցումներ ունեք, նաև հայտնի եք եկեղեցիների վերականգնման վերնատունը հայ ժողովրդին վերադարձնելու այդ ձեռնարկով դրան անդրադարձեք եւ խոսեք այն մասին, թե ինչ ծրագրեր ունեք, այսպես մշակութային Գյումրիի հետ կապված։ Մշակութային Գյումրիի հետ կապված եւ Հովհաննես Թումանյանի վերնատան հետ կապված առաջի անգամ եմ ասում, հիմա հավանական ես հետ չեմ խոսածել եւ Քարոզ Արշավին եւ շատ քիչ եմ խոսածել Թիլվիզում, երբ որ այսպես նստած էինք տղաներով, ուրեմն երջանկահիշատակ Լևոն Անանյանը դիմում էր ամբողջ ազգին, թե մեր վերնատունը թուրքերը ուզում են գնել եւ բան սարքել, հասարակոց տուն, դիտավորյալ։ Մեր ազգի մեջ չկան մարդիկ, որ կանգնեն ու պաշտպանեն, ես այդ ժամանակ արագ կարգով մեր ընկերներից մեկին, փոխքաղաքապետ Մանուկյան Գագիկին ասեցի զանգ դու ասա, որ մենք գնելու ենք վերնատունը։ Եվ այն ժամանակ $20,000 էր, հետո տեսան, որ մենք ենք գնելու, դարձրեցին $155,000։ Ուրեմն իմ տունը դրել եմ վարկի տակ, առաջ անգամ եմ ասում, ասել եմ գնացեք վերցրեք, մենք հետո գումարը կփակենք։ Հետո 20,000 էլ վրադիր է եղել, ուրեմն 75 թե 77,000 տվել ենք ու վերնատունը գնել ենք, տվել ենք ուրեմն հայ համայնքին, հայոց եկեղեցուն, որպեսզի կարողանան պահպանել եւ փառք Աստծո, որ հիմա մեր տուրիստները գնում են Թիլվիս, ուրեմն այնտեղ պատին գրված է Վարդան Ղուկասյան։ Ես շատ լավ եմ ինձ զգում, որ ինձպես անարժանը Աստված կամեցավ, որ մտնի նմանատիպ մեծ լուսե պսակի տակ։ Ինչ մնում է մշակույթի հետ կապված, հիմա այս քաղաքում ինչ որ տեսնում եք, ես եմ կառուցել։ Այսինքն Շիրազի տուն-թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Մեհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, Ասլամազյանների տուն-թանգարանը, Մերկուրովի տուն-թանգարանը, ինչ որ դրանք տեսնում եք հիմա որ գնում եք, դրանք բոլորը ես եմ բացել, ես եմ վերակառուցել, հասկանալի է, մեջը ապրում էին մարդիկ, բոլորին բնակարան ենք տվել, հանել ենք, վերակառուցել ենք, բացել ենք, փողոցը կոչել են Վարպետի անունով, քաղաքում ունենք Վարպետի կրծքանշան, քաղաքի զինանշանը ես եմ հաստատել, որ քաղաք մտնում եք այդ գեղեցիկ կառույցը, ես եմ սարքել, քաղաքի դրոշը ես եմ արել, մի խոսքով ես ասելով կներեք ինձ կան ներողություն շինություններ մշակութային, որոնք պահպանության կարիք ունեն ու անմխիթար վիճակում են։ Դրանց մասով կան գաղափարներ, ծրագրեր։ Միանշանակ, ուրեմն քաղաքում կա 1700 հուշարձան, բաց երկնքի տակ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում չկա, բայց Գյումրիում կա։ Տեսեք, Երևանի այդ հուշարձանները բոլորը քանդեցին, տեղերը չգիտեմ ինչ շինություն սարքեցին եւ Երևանի դեմքը կորցրեցին։ Բայց ես երկրաշարժից հետո բուլդոզերները եկել էին, որ քանդեին այդ կառույցները, որոնք 4 աստիճանի վնասված են։ Խնդրեմ, ես դիմացի շենքը եկել էին, որ քանդեին, որովհետեւ ինքը սարսափելի վիճակի մեջ էր։ Ուրեմն կանգնել եմ դրանց դիմաց չեմ թողել, այն ժամանակ քաղաքապետ չեմ եղել։ Իմ թաղի ամբողջ շինությունները, այսպես ժողովրդին հետս հանել եմ, կանգնել եմ, որ հանգարցակի չքանդեն այդ շինությունները, ասել եմ գկա մի ժամանակ, այս բոլորը կկառուցապատենք։
Եվ պահել եմ տվել։ Դրանից հետո ինչքան կարողացել եմ ես եմ վերակառուցել։ Տվել եմ անհատներին վերակառուցել են։ Օրինակ Դադախազության շենքը վերակառուցվել է։ KGB-ի շենքը վերակառուցվել է։ Կինո Հոկտեմբերը վերակառուցվել է, այսպես։ Ուրեմն այ Տրեմպյանների շենքը վերակառուցվել է։ Եւ այսպես Մանկավարժական ինստիտուտի շենքը կարողացանք վերակառուցել տալ, չնայած հիմա սեփականատերին ենք մանկալից թե ով է, ովքեր են դրանց հետևեկագնաց, բայց որոշակի գիտեմ։ Քաղաքում ինչքան հուշարձան տեսնում ես, ուրեմն Խորհրդային Միության ժամանակահատվածում կոմունիստները ինչքան որ կառուցել են, 90 քանի տոկոսը ես եմ կառուցել, իմ օրոք է կառուցվել։ Ինչ որ տեսնում ես իմ դրածն է այս քաղաքում։ Եվ այս մասնավորի, եւ պետական, մի խոսքով Ռոբերտ Քոչարյանն ասում էր, այստեղ որ եկել էր, ասում էր, ձեր քաղաքապետը այստեղից բռնել էր, ասում ընձի կյանքս կերել էր։ Հասկանալի։ Մի օր էլ ասեց, այս երկրում ինչքան քաղաքապետ ու գյուղակապետ կա, այնքան չի պահանջում, ոնց որ դու ես պահանջում, ինչ կուզես դու մեզնից։ Վերջը, այսինքն Բաղետի գոտի պիտի կառուցվի, բայց այսպես էր, երկրորդ քաղաքն է։ Հիմա դուք տեսեք տարբերությունը, 5 միլիարդ 700 միլիոն գումար ունի ամբողջ քաղաքային բյուջեն։ Պետությունը հսկայական քաղաքի գումարները տանում է, չի տալիս։ Բա պիտի պայքարենք, դրամար եմ գալիս, պետք է քաշ ունեցող քաղաքապետ լինի։ Այս չայել տղեկը ով կարող են ելնի այնտեղ իրանց առաջին, ով որ իրանց բերել են։ Հիմա ամենակարևորը գիտեք որն է, ինձ ոչ ոք չէր բերում այն ժամանակ։ Ինձ ոչ Ռոբերտ Քոչարյանն է բերե դարձրել քաղաքապետ, ոչ Սերժ Սարգսյանը։ Ես ժողովրդի կողմից ընտրված մարդ եմ, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինձ ժողովուրդն է բերել եւ Աստված։ Իսկ ես դրա համար գալիս եւ պահանջում էի։ Հիմա այդպիսի տեխնազու, որ ասենք կուսակցությունները իրանց տեր չեն եղնում։ Երևանը չի բերում իրանց։ Որն է, իմ ժողովուրդն է գիտե ես ով եմ եւ փառկացու, հասկացար, պայելու է բան չունեմ, հետո բանից որ եկան իրենք այն նախկին քաղաքապետին իրանց թևի տակով եկավ այստեղ դարավ քաղաքապետ, բայց այդ քաղաքապետը դրեց իրեն զրկեց պատվավոր քաղաքացիություն ստանալուց, որը ես էի տվել։ Պատկերացնում եք։ Պարոն Ղուկասյան։ Դե տեսեք իրանց վերածները փախան։ Հələ մեկին բան չեն արել, թողե քաղաքը փախել են։ Հələ բան չեն արել։ Բայց այսքան ին վրես գործ։ Այն երեխեն այնտեղ նստած, այսքան ինձ խփել են, այսքան բան արել են, ես էլի ելել եմ, համարձակություն ունեմ, կանգնել եմ ու ասում եմ ոչ։ Ես կարող եմ անել, ես տեսնում եմ ովքեր են գալիս, իրոք մենք կարող ենք անել այն, ինչ որ ես կարող եմ անել, այն, ինչ որ չեն կարող անել 99% շատ մարդիկ, հասկանալի է։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ղուկասյան, մեզ հատկացված ժամանակը սպառվեց, հարցազրույցին սպասեք 2 շաբթի։